Հայաստանի ներքաղաքական կյանքում փետրվարյան այդ չստացված հեղափոխությունից հետո տևական դադար է, եթե չհաշվենք հիմնադիր խորհրդարանի պարբերաբար այդ հանրահավաքները, անդամների ձերբակալությունը եւ այլն, վերջերս էլ նոր կուսակցություն ստեղծվեց քաղաքացիական պայմանագիր, արդեն մի քանի տարի գործող քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն դարձավ, հետաքրքիր է քաղաքացիական հասարակության անելիքները այս փուլում որոնք են եւ ընդհանրապես ինչ որ ուժ, այդ ուժերի հետ ինչ որ անելիքներ, ինչ որ հույսեր կապել կարելի է արդյոք։ Նախ կարելի է անդրադառնալ փետրվարյան դեպքերին, որովհետև եթե հիշում եք, փետրվարյան դեպքերի ընթացքում, քաղաքական այդ գործընթացի ընթացքում այն քաղաքացիներ, այն քաղաքական ուժերը, ովքեր թեկուզ չնչին թերահավատությամբ էին մոտենում ակնհայտ իրողություններին, այսինքն Գագիկ Ծառուկյանի որպես իշխանության X թևի պրոյեկտ լինելու, քարկոծվում էին ամենակոպիտ ձևով, ամենավերջին, նույնիսկ հայհոյանքներ էին լինում համացանցում այդ շարժման ակտիվիստների կողմից։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը քիչ էր մնում մարդ ուտեր եթերում կենտրոնի բանավեճի ընթացքում։ Բայց մի անգամից այդ կրկեսի չվերածելու երկիրը մի անգամից փուլ եկավ Գագիկ Ծառուկյանի գլխին եւ ամեն ինչ ավարտվեց։ Նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք որ կոնկրետ պատասխանատվություն էին կրում իրավիճակի համար, որովհետեւ ժողովրդին վերջիվերջո այդքան ժամանակ հույս էին տվել, բացի հույս տալը այդքան մարդկանց, ինչպես ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, բերման էին ենթարկել ազատության հրապարակ։ Նույնիսկ այդ ուժերը փորձեցին ոչ թե Գագիկ Ծառուկյանի սխալը տեսնել, Գագիկ Ծառուկյանին որպես ինչ-որ պրոյեկտ համարել, որը իրականում ակնհայտ իրողություն էր։ Այլ սկսեցին իշխանություններին քննադատել այն պարզ պատճառով, որ ինչու դուք ձեր նախագիծը այսքան ժամանակից շուտ բացեցիք։ Ակնհայտ էր, որ այդպես էլ պետք է լիներ, մի քաղաքական ուժ, որը արդեն վաղուց ամորֆ վիճակում է, խոսք Հայ ազգային կոնգրեսի մասին է, ավելին սպասել չի կարելի նմանատիպ ուժից, լճացած ուժեր են իրականում, նույնը ԲՀԿ-ն էր, պարզապես ԲՀԿ-ում կային գումարային մեծ ռեսուրսներ, ինչը օգտագործվում էր ամբողջ ուժով այդ քարոզարշավի համար, սակայն Գագիկ Ծառուկյանը միամտության, թե թերի կրթված լինելու արդյունքում հայտնվեց երկու քարի արանքում եւ վերջում հասկացավ, որ վերջիվերջո անառակ որդու վերադարձն ավելի նախընտրելի է, ավելի ապահով Հայաստան վերադառնալը, քան այն խոստումները, որ ժողովրդին տալիս էր իր ուրախության, հպարտության եւ այլնների մասին, ի կատար ածել, որտեղ դրա արդյունքում հայտնվելու էր մի իրավիճակ։ Դրանից հետո քաղաքական պատասխանատվությունը, ինչպես միշտ, բացակայում է, որևէ մեկը պատասխանատվություն չկրեց այդ ամենի համար։ Ավելին, մեղադրվեցինք նորից մենք, որ չէինք հավատում, թերահավատ էին եւ այլն եւ այլն։ Դրանից հետո նախախորհրդարանի հայտնի ծրագիրն էր ապրիլի 24-ին, բնականաբար անընդունելի էր նմանատիպ այդ օրը ինչ-որ մի բան անելը, բայց միևնույնն է, քաղաքական հետապնդում էր ինչ-որ չափով նաև այդ ամենը, սակայն ես օրինակ իմ սուբյեկտիվ կարծիքով կարելի էր հենց սկզբից, երբ որ հայտարարվում էր նմանատիպ միջոցառման մասին, միանգամից այդ մարդիկ հրավիրվեին համապատասխան մարմիններ, զգուշացվեին եւ այդ օրը կոմպրոմիսով որևէ բան չարվեր։ Եվ ըստ էության ոչ էլ արվեց եւ նախախորհրդարանի որպես քաղաքական ուժ, ծանրակշիռ լինելը մի քիչ անբնական է, որովհետև 10, 20, 30, 100, 200 լավագույն դեպքում համակիրներ ունեն, իրենց գաղափարներն էլ այնպիսին են, որ այդ օրինակ ինչ է նշանակում անցումային կառավարության ձևավորում, պայմանագիր մեզ է, ռազմական դիկտատուրա է, ինչ է նշանակում։ Բոլոր ուժերը աննախադեպ է նախախորհրդարանի, հիմնադիր խորհրդարանի այդ մոտեցումը, որովհետև բոլոր մինչ այս եղած ընդդիմադիր ուժերը միշտ ասել են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների միջոցով պետք է Հայաստանում հաստատենք սահմանադրական կարգեր։ Բայց նախախորհրդարանը ամբողջությամբ այլ բան է ասում։ Իսկին ավելի է նմանվում ռազմական դիկտատուրայի։ Դուք գնում եք, մենք գալիս ենք։ Այսինքն երբ որ դու ասում ես, որ չկա քաղաքական այնպիսի ինստիտուտ, որը կկարողանա իրականացնել ազատ արդար թափանցիկ ընտրություններ, բայց դու գալիս ես եւ վերցնում ես իշխանությունը, դա բառից բուն իմաստով, դա ինչ-որ դիկտատուրայի նման ինչ-որ մի բանի է վերածվում արդյունքում։ Այսինքն դա եւս ազատ արդար թափանցիկ ձևով չի արվում։ Ինչ-որ ճնշման արդյունք։
Սակայն նախախորհրդանին էլ ընդհանուր process-ների մեջ լուրջ վերաբերվել է մի քիչ շատ ուռճացված է, որովհետև ըստ էության ոչ թե լուրջ չվերաբերել, որովհետև վատ գաղափարներ ունեն ոչ բնականաբար, ու պարզապես ժողովրդի քաղաքացիական զանգվածների աջակցությունից զուրկ է այդ կառույցը։ Հայկական իրականության մեջ, վերջին իրականության մեջ բավականին դրական կարելի է գնահատել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադրումը։ Ինչով քաղաքացիական պայմանագիրը ըստ էության նոր քաղաքական մշակույթի մասին է խոսում, քաղաքական պատասխանատվության մասին է խոսում, համակարգային ընդդիմության մասին է խոսում, որի մասին մեր կազմակերպությունը եւ անձամբ ես արդեն 3-4 տարի է խոսում ենք, որ մեր ողջ խնդիրների պատճառներից մեկը, երկու հիմնական պատճառներից մեկը դա համակարգային ընդդիմություն չունենալն, ստվերային կառավարության ձևավորելու զուրկ լինելն է եւ այլն եւ այլն եւ այլն։ Սակայն քաղաքացիական պայմանագիրը եւս բացթողումներ իմ կարծիքով ունի, իմ տեսանկյունից դա այն է, որ գոյություն ունի հստակ քաղաքական գաղափարախոսություն, որի վրա հիմնված է այդ կուսակցությունը։ Այսինքն, եթե քաղաքական մշակույթից ենք խոսում, եթե համակարգային ընդդիմությունից ենք խոսում, հետեւաբար նաեւ պետք է խոսել, թե ինչ գաղափարախոսության հիման վրա է այդ ընդդիմությունը կառուցելու իր մարտավարական եւ ռազմավարական քայլերը, հա։ Ռազմավարությունը պարզ է, Հայաստանում որևէ կուսակցություն այլ ռազմավարություն չունի։ Իշխանափոխությունն է ռազմավարությունը, որը որ արդեն երկար տարիներ ծեծված է, բայց քաղաքացիական պայմանագրի մոտեցումը իշխանափոխության, հա, մարտավարական, բավականին առաջադեմ է։ Կարելի ասել նույնիսկ հեղափոխական է մեր իրողության մեջ։ Սակայն համակարգային ընդդիմությունը մեկ կուսակցությունով չի լինում։ Համակարգային ընդդիմության մաս կարող են կազմել բազմաթիվ կուսակցություններ, քաղաքացիական հասարակության ինստիտուտներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս առումով բավականին դրական է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծումը, այդ մարտավարական հռչակած իրենց խնդիրները։ Սակայն դրանով էլ հարց չի լուծվելու, որովհետեւ իրականում այսօր մեր երկրում գոյություն ունի մի իրավիճակ, երբ հիմնականում քաղաքական ուժերը, որոնք որ այսօր խորհրդարանում են, այն քաղաքական հիմնական ուժերը ըստ էության կապ չունեն ժողովրդի հետ։ Այդ քաղաքական ուժերի շահառուները Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն, ոչ հանրապետականի, ոչ առավել եւս Բարգավաճ Հայաստանի, ոչ Հայ ազգային կոնգրեսի։ Դա են ապացուցում իրենց կողմից անցկացված միջոցառումների ժողովրդական, հա, մասնակցությունը։ Քաղաքացիները պարզապես չեն հավատում։ Եվ այստեղ պետք է վերաիմաստավորել իմ կարծիքով, հա, գործունեությունը, քաղաքական գործունեության ընդհանրապես իմաստը որն է։ Դուք ասացիք, որ դրական է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստեղծումը, բայց ոչ ոչի գաղափար եւ նրանք են հետապնդում եւ հիմնադիր խորհրդարանը ոչ դեպի Եվրոպա ենք նայում, ոչ դեպի, բայց այսօր աշխարհն է պարտադրում կարծես ընտրություն կատարել։ Ինչպես պետք է ընդհանրապես առաջ գնան այդ կուսակցությունը։ Իմ ասածը, այսինքն երբ որ ես ասում եմ դրական իրողություն է ստեղծումը, ես նկատի ունեմ նոր քաղաքական մշակույթի առումով, քանի որ այդ մարդիկ նոր քաղաքական մոտեցումներ են ապահովում, այսինքն նրանք չեն ելնում նրանց գործողությունները, ինչպես իրենք են ասում, էքսկուրսիաներ անցկացնելով եւ այլներով, շատ ավելի խորը համակարգային մոտեցումներ են։ Այլ հարց է, որ ամբողջությամբ իմ կողմից անընդունելի է ոչ ոչի գաղափարը։ Արտաքին քաղաքական հարաբերություններում այսօր Ղարաբաղի խնդրի, հա, այսպես ասած, Ղարաբաղի խնդրի լուծմամբ են պայմանավորում ոչ ոչը, հա, Ղարաբաղի խնդրի լուծումից հետո մենք, բայց Ղարաբաղի խնդիրը լուծվում է հենց այդ երկու կողմերի միջնորդությամբ, հա, այսինքն Ղարաբաղի խնդիրը լուծվում է Մինսկի խմբի համանախագահների կողմից, որտեղ ներգրավված են թե Ռուսաստանի, թե արևմտյան արևմուտքի ներկայացուցիչները, հա, համ Եվրոպա, համ Ամերիկա, այսինքն տրամաբանությունից դուրս է անհամատեղելիությունը, հա, այսինքն Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորել արտաքին քաղաքական ուղղությունը, դա այդքան էլ այդպես չի։ Նամանավանդ այն դեպքում, երբ որ այսօր շատ առաջնակարգ մասնագետների եւ նույնիսկ ռուսական կողմից դիվանագիտական, հա, իրանց ներկայացուցիչներից շատերը ուղղակիորեն ասում են, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի չլուծման հիմնական պատճառը դա ռուսական գործոնն է։ Եվ դա քաղաքականությունից շատ հեռու գտնվող մարդկանց համար էլ է պարզ, հա, Ռուսաստանը ունի այդտեղ հստակ շահեր, չկա կոնֆլիկտ, չկա Ռուսաստանի ներգրավվածություն, չկա կոնֆլիկտ, չկա աշխարհաքաղաքական շահ,
հա, որտեղ Ռուսաստանը իր ամեն ինչը կառուցում է կոնֆլիկտների վրա, որտեղ որ իր ներգրավվածությունը ազդեցության գոտի է ուզում սարքել, այդտեղ պետք է կոնֆլիկտ լինի։ Չկա նման տեղ, որ կոնֆլիկտ չլինի ու Ռուսաստանը լինի այդտեղ ազդեցության ինչ-որ ռեսուրսներ ունեցող ուժ։ Արևմուտքը Հայաստանում խաղադրույք անում է, եթե այսպես ձևակերպումն անեմ, տպավորությունը, որ այդ ճիշտ է հիմա արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը նորից պատրաստում է վերսկսել բանակցությունները Եվրամիության հետ, բայց այս 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո ոնց որ արևմուտքն էլ այդքան հետաքրքրված չէ Հայաստանով եւ ընդհանրապես եւ քաղաքացիական հասարակության եւ մնացած վեկտորներում ներգրավվածություն կարծես թե չունի։ Ուրեմն ինչպես արևմուտքի գործիչներն են սիրում ասել, տանգոն մենակ չեն ապարում։ Ես ավելի մի քիչ լայնացնեմ այդ ասածը, հա։ Ուրեմն մարդու իրավունքների եվրոպական տարբեր հռչակագրերում գոյություն ունի մի նոթ, որը որ ցանկացած այդ առաջին էջում գրված է Adopt and act։ Երբ որ դու նույնիսկ ընդունում ես դա, բայց դու չես կատարում դրան համապատասխան գործողություններ, հա։ Ինչ է նշանակում արևմուտքը, ինչի վրա խաղադրույք կատարի։ Ամբողջությամբ ռուսական քաղաքական դաշտ ունեցող երկրի վրա ես 3 ամսով Վրաստանում էի։ Վրաստանում մարդիկ ազատ կամ արտահայտման միջոցով ձևավորել իրենց իշխանությունները եւ այլն։ Այնտեղ ներգրաված քաղաքական ուժերը ոչ ոք չի ասում միայն պրոեվրոպական են, ոչ, մարդիկ կան, որոնք ունեն նաեւ ռուսական, պրոռուսական մոտեցումներ եւ այլն։ Դրա վրա խաղադրույք է կատարում եւ Ռուսաստանը եւ Արևմուտքը։ Հիմա եկեք Հայաստանին, չունենք մի քաղաքական ուժ, կրկնում եմ, որը հստակ իրենց անունով կոչի Ռուսաստանի պարագայում, այսինքն չասել, որ Ռուսաստանը ամբողջությամբ օկուպանտ պետություն է, ասել, որ Սահակաշվիլին է մեղավոր Վրաստանում ռուսական պատերազմ, ռուսական այդ սանձարձակության համար, դա մեղմ ասած, չգիտեմ, քաղաքական գործչի ասելու բան չի։ Կան քաղաքական գործիչներ, ովքեր նման բան նույնիսկ ասում։ Իսկ չկա դեռևս եվրոպական արժանի թիմ, որը որ կներկայացնի եվրոպական արժեքները Հայաստանում եւ կունենա ընդգրկուն, հա, քաղաքական պատկերացումներ, տեսլականներ, այսինքն դա միայն ասելով չի, հա, անունը դնենք եվրոպական ընտրություն, գնանք մարդկանց քրֆենք, ասենք մենք եվրոպական չէ, չկա տես բան։ Նարեկ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում նաև նորից էլի քաղաքասարակության շրջանակներում նկատի ունեմ հոսանքի գնի բարձրացում, հնարավոր բարձրացումը, մենք գիտենք, որ Հեցն արդեն հայտ է ներկայացրել եւ Ռոբերտ Նազարն էլ օրեր առաջ հայտարարեց, որ այնուամենայնիվ թանկանալու է։ Ինչ եք կարծում, արդյոք այս շարժումը, որ սկսվել արդեն մի հանրահավաք եղավ եւ հիմա էլ նախաձեռնում են երկրորդ հանրահավաքը հունիսի 19-ին, կարող է հասնել հաջողության, այն իմաստով, որ նորից ներգրաված են սրանում քաղաքական ուժեր, Բարգավաճից առանձնացած կուսակցություններ, Հայ ազգային կոնգրեսն առանձին, Նիկոլ Փաշինյանի թևն առանձին, որոշ այլ դեմ է մի խումբն է կարծես ինչ որ չափով ժամանակվա գազի գնի պայքարի խումբը, այսպես առանձին հատվածային եւ նաեւ միասնական դաշտում հաջողության հասնելու հնարավորություններ արդյոք կան։ Երթը ըստ էության կանխատեսելի էր, որ բազմամարտությունը ապահովված կլինի, եւ դա չեմ ասում ինչ որ ավելորդ լավատեսությունից ելնելով, քանի որ այս խնդիրը բոլորին է վերաբերվում։ Բայց նաեւ պետք չի շատ ոգևորվել դրանից, ինչի համար, որովհետեւ օրինակ ես երբ որ երթին մասնակցում էի, ակնհայտ ձեր ասած արդեն ակնհայտ դարձավ, հա, այնտեղ կային ամեն կուսակցություն իր թիմով ներկա էր։ Նայրիցիներն էին ներկա, իրենց առանձին խնդրով, իհարկե նրանք նաև շահառու են այստեղ կոնկրետ, բայց կուսակցականները ոչ թե քաղաքացիական շահառուներ են, հա, այլ քաղաքական շահառուներ են։ Եվ այդտեղ ակնհայտ երևաց, որ 1-2 երթ հետո շատ մեծ է հավանականությունը, կուսակցությունները կփորձեն իրենց ձեռքը վերցնեն եւ դա բավականին նորմալ է, իրենց ձեռքը փորձեն վերցնել, խնդիրն պրոցեսը ընդհանուր, բայց խնդիրն այն է, թե արդյոք քաղաքացիական այդ նախաձեռնությունը թույլ կտա, թե ոչ։ Իրականում երթը ոչինչ իմ կարծիքով չտվեց։ Բացի այն, որ մենք կարողացանք ապացուցել, որ Հայաստանում դեռևս կա 2-3 հազար քաղաքացիական ինչ-որ շրջանակներ, որոնք որ պատրաստ են իրենց իրավունքների համար ոտնահարվող եւ այլն, բայց Հայաստանում 3000 մարդ չի էներգիա սպառում։ Հայաստանում մենք պետք է դրանից վերանանք։ Այնտեղ էին հիմնականում ակտիվ քաղաքացիներ, որոնք որ միշտ եղել էին ակտիվ։
բոլոր խնդիրների ժամանակ դուրս են եկել փողոց, բացի դա կուսակցություններ էին ներգրաված, որոնք որ ունեն իրենց հստակ շահն այդտեղ ու նաև մի հատ շատ կարևոր խնդիր կար այդտեղ մի նախապայման կար հակառուսական որևէ կոչ չպետք է արվի թեպետ բոլորս գիտենք թե ինչի հետևանքով եւ ինչի արդյունքում է դա արվել դա կարելի ասել ինչ որ լուր կոմպրոմիսային մոտեցում էր բոլորի միջև այդտեղ կային ուժեր որոնք միշտ իրենց պրոռուսականությամբ աչքի են ընկել օգնում էին այդ ուժերը որոնք որ այդ բարձրախոսներ տրամադրել եւ այլն եւ դա նախապայմաններից մեկն էր իմ կարծիքով եթե ոչ հստակ պայմանավորված նախապայման համենայն դեպս լուր համաձայնեցված նախապայման այսինքն նորից իրենց անունով չի կոչվում չկա հստակ մարտավարություն հա ռազմավարություն էլ գոյություն չունի եթե մենք ասում ենք որ պետք է սակագինը իջեցվի ոչ մի կոպեկ բարձրացում հա այդ կարգախոսը դեռևս ռազմավարություն չի պետք է շատ հստակ շատ մանրակրկիտ վերլուծված ռիսկերը գնահատված ինչ որ համապարփակ ծրագրով մոտեցում որը որ այսօր ցավոք սրտի մենակ ավելի ամուր քաղաքացիական կայացած քաղաքացիական հասարակություն ունեցող երկրներում է հնարավոր իրականացնել այսինքն հիմնական նպատակները մի քիչ այլ են հա քաղաքացիական հասարակությունը որը well organized civil society հա այդ տերմինը պետքա շատ ավելի այդ մարտավարական մոտեցումների ու մանրուքներին նույնիսկ ուշադրություն դարձնել քան կալ երգ լսել եւ գնալ տուն հա դա հարց չլուծող երևույթ է այդտեղ ու բացի դա այդտեղ մի շատ մեծ ռիսկ կա որը որ կարելի է դրա մասին խոսել ուրեմն ինչ է կատարվում քաղաքական կուսակցությունները որոնք որ այսօր վերածվել են մի ավտոբուսանոց ինչ որ մարդկանց նույն կոնգրեսը նույն ԲՀԿ-ն նույն մնացած քաղաքական նախախորհրդան եւ այլն այդ քաղաքական ուժերը որոնք որ չեն կարողանում բոլորով հանրահավաք անել այդ քաղաքացիական ռեսուրսի օգտագործմանն են տանում դեպի այսինքն այդ մարդիկ գնում են այդ քաղաքացիական ռեսուրսն օգտագործել արդեն այլ տարբերակ չկա բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը ամբողջությամբ թե տեսականորեն արդեն թե գործնականում տապալվեց դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց որևէ մեկին չասեցին էս ինչ եղավ հա այն քաղաքացիները որ գոռում էին Գագիկ կամ Լևոն նախագահ որևէ մեկը չասեց էս ինչ արեցիք հիմա այդ մարդկանց խնդիրը հրապարակում եղած մնացած հա ռեսուրսները մսխելն է ուղղակի մսխվում է այդ ռեսուրսը որտեղ երբ որ չկա հստակ ճանապարհային քարտեզ երբ որ չկա մարտավարական մոտեցումներ պարզ չի ռազմավարությունը միայն երթ անելով այդ էքսկուրսիան բոլորս անում ենք պետք է ավելի հստակեցում ավելի լուրջ մոտեցում ու հնարավորինս այդ քաղաքականացվելու ռիսկերը վերացնել, ոչ թե քաղաքականացնել խնդիրը, այլ քաղաքականացվել ըստ այդ շարժման տրամաբանության։ Հետագա անելիքները, որոնք պետք է լինեն, այս անգամ գոնե հաջողության հասնելու համար, օրինակ ձեր նախաձեռնությունը, քաղաքացիական գիտակցությունը, ինչ որ հստակ պլան, օրինակ մշակած ունի։ Հենց սկզբից մենք միշտ շեշտը դրել ենք մեր կազմակերպությունը, միշտ մարդավարական եւ ռազմավարական շատ հմուտ եւ շատ պիտանի, հա, ծրագիր ունենալու վրա, այսինքն ցանկացած դեպքում, ցանկացած շարժման, ցանկացած նախաձեռնության դեպքում։ Այս շարժման պարագայում մենք նույնիսկ մեզ հաջողվեց, ոչ թե հաջողվեց, այլ մենք ներկայացրեցինք նաև մեր տեսլականը, հա, շարժման հետագա զարգացման վերաբերյալ։ Բավականին մանրակրկնորեն մշակած մարտավարական քայլեր, մեկը մյուսին հաջորդող, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել, հա, այդ ինչ որ արդյունքի, ինչ որ X արդյունքի, այսինքն այսպես է, երբ որ դու համակարգային մոտեցում չես ցուցաբերում, երբ որ քո քայլերդ պայմանավորված են ինչ որ սպանտան երևույթներով, հա, արձագանքող են, ես մի անգամ եմ դրա մասին դեպ ձեր հետ խոսել։ Երբ որ դու արձագանքող ընդդիմություն ես, դու ոչինչի չես հասնելու, պետք է լինես նախաձեռնող ընդդիմություն։ Արձագանքող, մենք այսօր արձագանքող, այդ նախաձեռնությունն էլ արձագանքող նախաձեռնություն։ Այսինքն ինչ է, սպասում են տեսնել Ռոբերտ Նազարյանն ինչ կասի, եւ դրանով են պայմանավորում շարժման քայլերի հաջորդականությունը։ Այսինքն մենք պետք է կարողանանք նախաձեռնող դառնալ։ Երբ որ մենք մի քանի դեռ մենք արձագանքող ենք, մենք ոչ մի բանի չենք հասնել։